Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նյուանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ պարոն Տիգրան Խզմալյանի հետ։ Ողջույն պարոն Խզմալյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Պարոն Խզմալյան, այսօր հունվարի 31-ն է, 2026 թվականի առաջին ամսվա վերջին օրը։ Առաջարկում եմ ամփոփել այս ամիսը, կարևոր ամիս էր, ըստ իս, եւ փորձենք դիտարկել ինչ արդյունքներով ենք մտել մենք այս տարի, ինչ արդյունքներով ենք մտնելու, ուրեմն ընդհանրապես առաջին ամիսը կարծես թե շատ ցուցիչ է, մենք տեսնում ենք ինչ հնարավորություններ ունենք այս ամսին կամ առաջարկում եմ դիտարկենք միասին, ինչ հնարավորություններ են բացվել Հայաստանի համար, որից կարող է Հայաստանը եւ օգուտ քաղել եւ գուցե եւ հակառակը կարող է եւ բաց թողնել այդ հնարավորությունները։ Համեցիկ։ Ես ընդհանրապես չեմ հիշում որևէ տարի, որը սկսվեր այդքան հագեցած քաղաքական, աշխարհաքաղաքական առումներով, որքան այս մեկը։ Սովորաբար հունվարը դա կիսադատարկ ամիս էր, մարդիկ տոնում են, հետո սթափվում են, հետո կամաց մտնում են հունի մեջ։ Այս հունվարը, այս 26 թիվը սկսվեց դեռևս դեկտեմբերի վերջին օրերին Իրանի ապստամբությամբ, որը ճնշվեց, բայց չի մարել եւ հենց հիմա փաստորեն ամբողջ աշխարհը շունչը պահած ամենայնպես մի մասը եւ մենք այդ մասի մեջ սպասում ենք թե կլինի երկրորդ փուլը թե չէ, կլինի արտաքին ներխուժումը Միացյալ Նահանգների Իսրայելի ներգրավումը կիրականացվի թե ոչ։ Շարունակվեց այդ տարին Վենեսուելայի հայտնի եւ սենսացիոն զարգացումներով եւ փաստորեն կիզակետներ հունվարի դա Դավոսը, որը փաստորեն ֆորմալ ձևով ֆորմալիզացրեց, որպես բանաձև դարձրեց մի շարք փայլուն իմիջիայլոց եւ դասագրքերի ապագա դասագրքերի մեջ կմտնեն այդ ճառերը մի շարք ելույթներով, մի շարք բանաձևերով ֆորմալիզացվեց վաղուց հասունացող, բայց մակերեսին հենց հունվար ամսին այս օրերին երևաց արևմուտքի պառակտումը, Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը այլևս միասնություն չեն։ Շատերն ասում են, որ դա ժամանակավոր է, մակերեսային է եւ պետք է պարզապես համբերել։ Ես չեմ բացառում, բայց հիշեցնեմ, որ Թրամփը դա այլևս պատահական երևույթ չէ, որովհետեւ նա երկրորդ անգամ է ընտրվում եւ հետեւաբար Միացյալ Նահանգներում կա զգալի ներուժ այդ իզոլացիոնիզմի, այդ մեկուսացման, որին հիմա կտրուկ դիմակայում է Եվրոպան եւ այստեղ պետք է հասկանալ, որ Եվրոպան դա միայն Եվրամիությունը չէ։ Եվրամիությանը այս առումով միացան Բրիտանիան, որտեղ զուգահեռաբար սկսվեցին խոսակցություններ վերադարձի մասին, Եվրամիությունը եւ դա կոչվում է Britain, ինչպես Brexit-ներ, հիմա Britain են անվանում այդ նախագիծը, առաջնահերթ եւ փաստորեն առաջնորդի դերն իր վրա վերցրեց անսպասելիորեն Կանադան, որովհետեւ պետք է հիշել, որ շատ սիրված Կանադայում նախկին վարչապետ Տրյուդոին դեռևս տարի առաջ Թրամփը փաստորեն քաղաքականապես ոչնչացրեց, նա հեգնեց նրան, նա նսեմացրեց եւ Տրյուդոն, որի միջալոց սկսնակ չէ, պետք է ասել, որ Տրյուդոն դա մի ամբողջ քաղաքական դինաստիա է, նրա հայրը իր հերթին ժամանակին եղել է շատ սիրված եւ արդյունավետ վարչապետ Կանադայում եւ Պիեր Տրյուդոն եւ Տրյուդո կրտսերը հրաժարական տվեց, ավելի ճիշտ փաստորեն Կանադայի վերնախավը որոշեց նրան փոխարինել Մարկ Կարնեով, որը թվում էր շատ ավելի պրոամերիկյան գործիչ, նա աշխատում էր որպես շատ խոշոր ֆինանսական գործիչ, բանկիր, Bank of Canada եւ մի քանի այլ կարևորագույն
Եվ զարմանալի էր շատերի համար, որ Քարնին վերցրեց շատ կոշտ փաստորեն կուրս Միացյալ Նահանգների այս քաղաքականության դեմ եւ ինչ որտեղ նա Ֆինլանդիայի նախագահ Ստրուբը, որը իմ կարծիքով եվրոպական քաղաքականության գերաստղ է նոր, Բելգիայի վարչապետը, ես ասացի նախագահ կներեք Ֆինլանդիայի վարչապետ Ստրուբը եւ այլն, փաստորեն մենք տեսնում ենք, որ Կանադայից մինչև Ավստրալիա եւ իհարկե Եվրամիությունը, Եվրոմիությունից մինչև Մեծ Բրիտանիա, կամ ինչպես Լավրով ասում է, այլևս ոչ թե Մեծ Բրիտանիա, այլ պարզապես Բրիտանիա, ասում է դուք այլևս մեծ չեք, ինչևէ։ Մենք տեսնում ենք, որ արևմուտքը կիսվել է եւ ինչի համար է սա կարևոր, ինչու է սա կարևոր Հայաստանի համար, որովհետև Հայաստանը հայտնվեց շատ տհաճ այս առումով իրավիճակում, երբ մենք ստիպված ենք ընտրություն կատարել արևմուտքի այդ երկու նոր բևեռների միջև։ Նոր չէ, բայց այնուամենայնիվ, եթե առաջ ասելով արևմուտք մեզ մոտ նկատի ունեն եւ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան, հիմա այդպես չէ եւ Բայդենից հետո արդեն ոչ, այդպես չենք, բայց Բայդենի ժամանակ դեռևս միացյալ էր։ Հիշեցնեմ, որ միասնական դա արևմուտք էին առաջին անգամ երևաց դեռ Օբամայից հետո, երբ որ Տրամպը առաջին անգամ եկավ եւ դա թվում էր ինչ որ ժամանակավոր անհեթեթություն։ Հիմա պարզ է, որ սա շատ լուրջ գործընթաց է։ Եվ Հայաստանի համար հունվարը, եթե անգամ մի պահ մոռանանք արևմուտքի այս բաժանումը, այո, հերթական հնարավորությունների եւ հերթական թերությունների, սխալների, ուշացումների եւ կորուստների ժամանակաշրջան է։ Իմ կարծիքով, ասեմ միանգամից իմ ֆունդամենտալ մոտեցում այս ամենին։ Ես համոզված եմ, որ Հայաստանի այս կառավարությունը եւ ինչ որտեղ ցանկացած կառավարությունը միևնույն է գնալու այն ճանապարհով, որը ծրագրել ենք մենք Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, որևէ այլ ճանապարհ բացի եվրոինտեգրումից Հայաստանը չունի։ Եվ դա գյուտ չէ։ Դա եղել էր եւ 20 տարի առաջ, վերջերս նշվեց Ստրասբուրգում Հայաստանի Եվրախորհրդին միանալու 25-ամյակը, աստված իմ 2001 թվականին Քոչարյանի օրոք ամենամեծ ռուսամետ նախագահի օրոք, փաստորեն ճիշտ է իրավիճակը Ռուսաստանում էլ էր այն ժամանակ բավական տարբեր, բայց Հայաստանը փաստորեն առաջին լուրջ քայլ արեց դեպի եվրոինտեգրում։ Հետո մենք հիշում ենք եվրոասիացիացման նախագիծը եւ լուրջ ֆինանսական ներդրումներ Սերժ Սարգսյանի օրոք եւ հիմա այդ դրամատիկ իրավիճակը, երբ որ ընդունվել է արդեն 10 ամիս առաջ Հայաստանի օրենքը եվրոինտեգրման մասին եւ այդ մասին խոսում են մեծ զայրույթով Ռուսաստանում, Լավրովը, նրա խոսնակներն են նշում անհամատեղելիությունը Հայաստանի դիրքի Եվրամիության եւ եվրոասիական այդ Ռուսաստանի կարճ ասած միջև եւ այնուամենայնիվ հապաղումները բերում են նորանոր զրկանքներ եւ կորուստներ։ Վերջին օրինակն է այն, որ իմ կարծիքով շատ վտանգավոր քայլ է արված էներգետիկ համակարգերի միավորման եւ այս գիշեր մենք իմացանք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան սկսել են կառուցել Զանգեզուր անումով իմիջիայլոց բարձր լարման հոսանքի գիծ 1000 կիլովատանոց Արցախյան զավթված տարածքների Նախիջևանի եւ Թուրքիայի միջև փաստորեն մշակվում է եւ երկաթուղային, հիշեցնեմ, որ Թուրքիան արդեն կառուցում է Կարս Նախիջևան երկաթուղին իր տարածքով, այլ ոչ թե օգտագործելով Գյումրի Սադարակ Նախիջևան Օրդուբադ ճանապարհը եւ այն, որ դրան միանում են բացի ավտոմոբիլային նաեւ հոսանքի գծեր եւ պարզ է, որ հետևելու են գազի, էլեկտրական գծեր, դա ստեղծում է բոլորովին նոր իրավիճակ եւ այդ վիճակը վտանգավոր է մեզ համար այն առումով, որ Հայաստանը կորցրել է վերահսկողությունը, որքան էլ Երևանում պնդեն հակառակը, BlackRock միջազգային կորպորացիայի
երևացող հետաքրքրությունը այս ճանապարհի նշանակում է, որ դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ չեն։ BlackRock-ը դա առանձին մեծ խոսակցություն է, դա գերազգային, գերպետական, հսկայական 15 տրիլիոն կարողություն ունեցող կառույցը, որը երևում է այնտեղ, որտեղ փոխվում է աշխարհաքաղաքականությունը։ Իրաքում էր այդպես, Պանամայում է այդպես, Եգիպտոսում, արաբական հեղափոխությունների ժամանակ, այնտեղ որտեղ գալիս է BlackRock-ը, փոխվում է աշխարհաքաղաքականությունը, աշխարհագրությունը, քաղաքական քարտեզը եւ Այստեղ ինչ է փոխվելու։ Այստեղ մենք մեծ վտանգ ենք հիմա, մեծ վտանգի առջև ենք կանգնած, որովհետև Հայաստանի գոյությունը դա Սյունիքի ինքնիշխանությունն է, եւ որքան էլ հաճախ կրկնենք այդ խոսքը փաստաթղթերում ինքնիշխանություն, կարծեմ 13 անգամ են հաշվել, որ կրկնված է այնտեղ, դա դեռևս ապացույց չէ, որ մենք իրապես պահպանելու ենք, որովհետև գործողությունները հակասում են հայտարարություններին եւ Թրամփի համար, Թրամփի օրոք, սա բոլորովին պատահականություն չէ, սա գրեթե օրինաչափություն է։ Ասվում է մի բան, արվում է ճիշտ հակառակը։ Բարի, ինչ մենք անցած տարվանից այս տարի բերել ենք 3-4 ուրեմն փաստաթուղթ կարելի ասել, առաջինը խաղաղության պայմանագիրն է, երկրորդը Թրամփի ուղին է, դա ունեցանք, երրորդը խաղաղության խորհրդին, անդամակցելն է։ Ահա, եթե կա ինչ-որ էլի նորություն, փորձենք, ես որպեսզի ամփոփեինք, հարցնում էի ինչ բերեցինք այստեղ եւ այդ 3 փաստաթղթերի արդյունքում Հայաստանը ունի 2 ճանապարհ դառնալու իսկապես հզոր ոտքերի վրա ամուր կանգնած պետություն, ինքնիշխան պետություն, ինչպես ասում եք 14 անգամ նշված է, կամ հակառակը ինչ որ եթե սխալ գործողություններ արվեն կամ այլ կերպ ձևակերպեմ, ճիշտ գործողություններ չարվեն, այս ամենը կարող է լինել հակառակը աշխատել հակառակ ուղղությամբ, հարվածել Հայաստանի ինքնիշխանությանը, որը կմատնանշեք, որ ուղղությամբ ենք գնում։ Ես պարզապես ցույց կտամ հիմա շատ արագ հակիրճ, որ ձեր նշված 3 կետերն էլ փաստորեն լի են հղի են հակասություններով։ Տեսեք, վերջին շրջանում բացարձակապես օրեր առաջ իմի եկած կամ բերված ասպարեզ բերված ենթադրենք ԽԽ-ն խաղաղության խորհուրդը Թրամփի գաղափարի հետևելով ինչ էր դա ստեղծված սկզբից ասված էր որ դա լինելու է Ղազայի վերականգնման եւ այնտեղ խաղաղություն հաստատելու միջոց որքանով է հարմար Հայաստանին հիմա զբաղվել Ղազայի հարցերով դա մի կողմ թողնենք մենք երևի ունենք ավելի կարևոր հարցեր մեր անվտանգության եւ զարգացման եւ գոյության համար բայց ինչեւ է հետո պարզվեց որ այդ ԽԽ-ն կոչված է Թրամփի գաղափարով եւ այդ արդեն ասվում է դա Վաշինգտոնում փոխարինել իրենով ՄԱԿ-ը միավորված ազգերի կազմակերպությունը եւ մարտիկ մտնելով այնտեղ փաստորեն հակադրվում են գոյություն ունեցող համակարգին եւ դա հորինված չէ դա ապացուցում է դրանով որ Եվրամիությունը ամբողջությամբ ուղղակի մերժեց այնտեղ մտնել եւ փաստորեն մտնելով այնտեղ Հայաստանը կամա թե ակամա հակադրվում է Եվրամիությանը մի կառույցին որտեղ ընդունվելու անդամակցելու օրենք է ընդունել սա մեկ ես էլ չեմ ասում մնացածի մասին պարզվեց որ հետաքրքրություն մտնելու այդ խորհուրդ չունի եւ Կանադան ենթադրենք եւ Ավստրալիան Չինաստանը բնականաբար որը դիտում է սա որպես վտանգ Հնդկաստանն է բավական սառը այդ ամեն ինչին, այսինքն մենք հայտնվեցինք բավական հետաքրքիր եւ տարօրինակ նոր կառույցում, որտեղ մեր հարևանները Թուրքիան եւ Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրները շատ ակտիվ են եւ իրենք փաստորեն միակն են այնտեղ, Պակիստանը նաեւ չհաշված մի քանի այլ պետություններ, որոնց ներկայությունն այդքան էլ երևեական չէ, Բուլղարիան օրինակ, կարծեմ Եվ Միացյալ Նահանգների այս նախագիծը սպասարկում է հենց այս Հունգարիան իհարկե նույնպես պրոթուրքական մի
հատված Բելարուսն է այնտեղ միացել։ Այսինքն մենք, եթե չհաշվենք Միացյալ Նահանգները, հայտնվել են գրեթե Հապկ երկուսը։ այո, հապկ երկուսում, այո։ Հենց այդ կազմով, ընդլայնված հապկում։ Եթե մենք երկու այդ լուսանկարները կազմերը դնենք իրար կողքի, սա նման կլինի այն հանելուկին գտեք երկու տարբերություն։ Մենք կգտնենք ուղիղ 2 կամ 3 տարբերություն, ոչ ավել։ Երկրորդը խոսվում է բացի խորհրդի մեջ մտնելու մասին, խաղաղության խորհրդի։ Դժվար ենք դեռ հիշում, բայց ես դրա համար զգուշությամբ ասում ենք։ Ես դրա համար ԽԽ-ն ամենաճիշտն է, այո, համաձայն։ Հետո մյուսը խաղաղության, կներեք թրիպը, խոսենք թրիպի մասին, որքան էլ հակաճառեն ասածից կամ հերքեն դա, թրիպը յուրահատուկ այլընտրանք է հյուսիս-հարավ ճանապարհին, որովհետև չմոռանանք ամենակարևոր կետը, որի մասին չի խոսում, դա այն է, որ խոսքը գնում է Հայաստանի եւ Իրանի սահմանի մասին։ Եվ թրիպը ստեղծվել էր որպես գաղափար դեռևս 90-ականների սկզբին, այն անունը չուներ, բայց դա կրկին Թուրքիայի այն ժամանակ նախագահ Թուրգուտ Օզալի, հետո Սուլեյման Դեմիրելի առաջարկներ Բուշ ավագին, հետո Քլինտոնին եւ մնացած Միացյալ Նահանգների նախագահներին անպայման ստեղծել ցամաքային ճանապարհ եւ երբ որ մեզ մոտ ասում են մեղրի փոխանակում, մոռանում են, որ այդ ամենը նույնպես դա շատ մեծ ուրիշ նախագծի մաս էր։ Եվ այդ նախագիծն էր այն, որ Թուրքիան առաջարկում էր իրեն այն ժամանակ կենտրոնական Ասիայի երկրների համար, որպես role model, ինչպես իրենք ասում են, այսինքն առաջնորդը արևմտյան փաստորեն գաղափարախոսության եւ տնտեսության հրահվիրա կարապետը, ուղևորը, եւ ամերիկացիները գրեթե համաձայն են, ինչը խանգարեց այն ժամանակ Հայաստանի հաղթանակը Արցախյան պատերազմում։ Եվ այդ մասին ուղիղ խոսում են եւ կան փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում ես կարող եմ ցույց տալ այդ սկրինշոթները, եւ Ջորջ Բուշ ավագը, որը Սուլեյման Դեմիրելին արգելեց ուժով լուծել այդ հարցը, նա առաջարկում էր ճեղքել Հայաստանը եւ մտնել Ադրբեջան, հետո այդ նույնը առաջարկում էր Թանցուչիլերը, կին վարչապետը, արդեն Բիլ Քլինտոնի կառավարությանը եւ կրկին արդեն 93 թվականին, իսկ առաջի առաջարկը 92 թվականին էր մեկ տարվա տարբերություն Շուշիի ազատագրումից եւ կներեք Աղդամի ազատագրումից հետո էր այդ փորձերը անում Թուրքիան օգնել Ադրբեջանին պատերազմի ժամանակ եւ սպասարկել Ամերիկան իր շահերը փաստորեն համարեց տարբեր այդ նախագծից։ Հիմա Թրամփի օրոք այդ նույն նախագիծը իրականացվում է Հայաստանի համաձայնությամբ եւ այստեղ շատ կարեւոր էր Իսրայելի դերը, որը այս ամենը կես տարի առաջ իրականացնում էր հանուն Իրանի մեկուսացման նախագծին։ Սակայն նորից եմ հիշեցնում, ամենակարևորը, ինչ կատարվում է աշխարհում հիմա, դա Իրանի ապստամբությունն է, շարունակվող ապստամբությունը, որովհետև հիմա փողոցային բախումներից այդ ապստամբությունը տեղափոխվել է շատ ավելի վտանգավոր Իրանի կառավարության համար դաշտ։ Դա զանգվածային գործադուլներն են։ 2 միլիոն վարորդներ, 1 միլիոն դոկերներ դուրս չեն գալիս աշխատանքի եւ կաթվածի վիճակի են բերում իրանական տնտեսությունը։ Ահա ինչու է սպասում Թրամփը եւ ինչու հարվածներ չեն հասցվում։ Բայց խոսենք կրկին մեր Վերադառնանք մենք անպայման Իրանի թեմային։ Խոսենք նորից մեր խնդրի մասին։ Վերադառնանք, այո։ Իսրայելը հիմա վերջին ամիսներին կույր պետք է լինել եւ խուլ որ չնկատել դա, Իսրայելը իր գլխավոր ախոյանը տարածաշրջանում այլևս չի համարում Իրանին, ընդհակառակը Իրանին Իսրայելը եւ Ամերիկան ամեն կերպով փորձում են բերել դեպի արևմուտք եւ նրանք են կանգնած ու չեն էլ թաքցնում այդ ապստամբության, ոչ թե ապստամբության յետևում, իհարկե դա Իրանի ժողովրդի ապստամբությունն է, բայց իրենք աջակցում են ցուցադրաբար զորք են վերջիվերջո բերել, չէ, դա պատահական չէ։ Իսրայելի նոր ախոյանը տարածաշրջանում դա Թուրքիան է եւ Հայաստանի համար այս ամենը շատ կարեւոր է, որովհետեւ մենք եթե առաջի դեպքում ես խոսեցի ԽԽ-ի խնդրի մասին, մենք հայտնվեցինք Միացյալ Նահանգների եւ Եվրամիության
միջև իմաստ բավական վիճակում երկընտրանքի առաջ, որը բոլորովին մեր շահերից չի բխում։ Մենք չպետք է երբևէ ընտրենք այդ երկուսի միջև եւ դա չընտրելու համար պետք է ընդամենը 10 ամիս առաջ, 7 ամիս առաջ, 8 ամիս առաջ, 6 ամիս առաջ ուղարկել հայտ Եվրամիություն եւ դառնալ տեխնացու երկիր։ Այդ դեպքում մենք ստիպված չենք լինելու հիմա ընտրել։ Դեռևս մենք ընտրում ենք, որտեղ մենք դեռևս ԵԱՏՄ, ԱՊՀ անդամ ենք, անկամ ՀԱՊԿ-ի մեր անդամակցությունը չեղարկված չէ, միայն ծառացված է։ Այս առումով Միացյալ Նահանգների տեսակետից Հայաստանը եւ Եվրոպայի տեսակետից շատ ավելի քիչ կարեւորություն ունի հիմա, քան օրինակ Ադրբեջանը, որը ակնհայտորեն երբ որ իրեն պետք է հակադրվում է Պուտինին, հակադրվում է Իրանին, չնայած որ երկուսի հետ էլ կարողանում է շատ հաջող տնտեսական ավելի ազատ է, հա? Շատ ավելի ազատ է։ Եվ այստեղ փաստորեն եթե ԽԽ-ում մենք դա տեսանք, հիմա նույնը տեղի է ունենում հյուսիս-հարավ եւ TRIP կոչվող գործարքներ, որովհետեւ կրկնում եմ, երբ որ եւ եթե, ասենք ավելի զգուշ, Իրանում տեղի ունենա իշխանափոխություն եւ ենթադրենք ժողովրդավարական կամ թագավորական Իրանը երեսը շրջի դեպի արևմուտք, դեպի Եվրոպա նախ եւ առաջ, որտեղ աշխարհագրորեն դա շատ տրամաբանական է, ապա որ ճանապարհով են իրականացվելու այդ տնտեսական կապերը։ Ավելին, օրեր առաջ պատմական պայմանագիր կնքվեց Եվրամիության եւ Հնդկաստանի հետ։ Փաստորեն ստեղծվեց ազատ տնտեսական գոտի։ 10 անգամ իջեցվեցին ներմուծման եւ արտադրման արտահանման սակագները մաքսային։ Դա աննախադեպ բան է այսօրվա աշխարհում։ Որ ճանապարհով է Հնդկաստանը Եվրոպա ուղարկելու իր բարիկները եւ ստանալ Եվրոպայից արդյոք Աֆրիկայով, Սոմալիի հայտնի ծովահենների կողքով եւ պայթուցիկ իրավիճակում գտնվող միջին արևելքով, թե հյուսիս-հարավով, որի համար ամեն ինչ արվում էր եւ Հնդկաստանը կառուցել է արդեն ջարբահար հսկայական օվկիանոսի համար հարմարեցված նավահանգիստ այո։ Սա երկրորդը։ Կա եւ երրորդ, այսինքն որտեղ մենք հիմա մատը դնենք, մենք կտեսնենք հակասություններ, որոնք առաջացել են մեր իշխանությունների դանդաղ անվստահ եւ մեծ առումով սխալ գործողությունների պատճառով, որովհետեւ բժիշկները ասում են «biz dat kvitsito dat» կրկնակի օգուտ է բերում նա ով արագ է այդ օգուտը բերում, որովհետեւ անգամ ճիշտ որոշումը, որը արված է ուշացումով, դառնում է սխալ։ Ոչ թե սխալ, այլ ժամանակն է արդեն անցնում եւ մենք կորցնում ենք այդ պատմական ժամանակը ու Ադրբեջանի ահռելի վիթխարի առավելությունը Հայաստանի առջև, դա այն է, որ Ադրբեջանում որոշումները ընդունվում են ճիշտ եւ արագ։ Ահա ինչու Եվրամիությունը հիմա պատրաստ է արդեն Նախիջևանի երկաթուղին ֆինանսավորել Ադրբեջանի համար։ Սա աննախադեպ, խայտառակ, սկանդալային պարտություն է դիվանագիտական Հայաստանի։ Այսինքն լռելով Բաքվի բռնապետի մարտատյաց, հայատյաց մարտակեր քաղաքականության մասին, լռելով այդ մասին, մենք թույլ տվեցինք, որ Եվրամիությունը, տեսնելով, որ Հայաստանը չի բողոքում իր դահիճի վերաբերյալ, փակել է այդ թերթը։ Կարելի է այսպես ձևակերպել, որ կամ ես հարց եմ տալիս, արդյոք Հայաստանը կառավարում է այդ բոլոր գործընթացները։ Տեսեք, քանի գործընթաց մենք եւ նշեցինք եւ դրա մասին մենք խոսում էինք։ Այդ գործընթացները կառավարում է Հայաստանը, թե Հայաստանը մաս է, օղակ է եւ կառավարիչները նախաձեռնությունը կառավարման այլ ուժային կառույցների կամ այլ երկրներն են վարում։ Հայաստանը միայն օղակ է, մաս է այդ
նախագծերի։ Նույնը թրիփի մասին է խոսքը։ Ես կարծիք չեմ հայտնելու, Դե խաղաղության ԽԽ-ն այդ խորհուրդը ակնհայտ է, որ այդտեղ կառավարող չէ Հայաստանը։ Ես պարզապես պատկերավոր ներկայացնեմ ջրի հոսքը գետը գնում է, եթե նույն ջուրը կարող եք եւ քեզ խեղդել, եւ դու կարող ես օգտագործել այդ ջուրը, եթե կառավարես այդ հոսքը, ճիշտ է։ Եվ կարող է դա սրբի տանի քեզ։ Մենք կառավարում ենք այդ գործընթացները, թե մենք գրավորական դիրքում ենք, մաս ենք կազմում։ Կրկնեմ, ես կարծիք չեմ հայտնելու, ես պաստորեն փաստեր կբերեմ, 1-2 փաստ։ Վարչապետի խոսնակը հայտարարել էր, որ Փաշինյանը ծրագրեր չունի գնալ Դավոս։ Այո։ 2 օր անց վարչապետը հայտնվում է Դավոսում։ Ինչու՞։ Որովհետև նա ծրագրեր չուներ գնալու Դավոս, բայց նրան կանչեցին, որովհետև Թրամփը հանկարծ որոշեց, որ պետք է ստեղծել խաղաղության խորհուրդ եւ ասել, որ ես Թրամփը 10 պատերազմ եմ ավարտել, բայց պարզվում է, որ նա ցույց տալու համար ունի ընդամենը 1 օրինակ, եւ դա Ալբանիայի եւ Կամբոջայի, կներեք, Արմենիայի եւ Ադրբեջանի։ Նա հաջող խառնում է, շփոթում է դա։ Ես կատակեցի, այո, եւ նա բերում է ուրեմն Ալբանիա, այսինքն Արմենիա եւ Կամբոջա, այսինքն Ադրբեջանի նախագահներին շտաբ 1 զանգով այդպես լինում է, այո, բայց Հայաստանում դա լինում է միշտ։ Նույնը վերաբերվում էր ոչ միայն խաղաղության խորհրդին, այլ թրիփին։ Երբ որ բացարձակապես անսպասելիորեն թրիփը դառնում է արդյունք ամերիկա-ռուսական պայմանավորվածությունների։ Շատերը մոռանում են, որ Թրամփը 2 ամսվա ժամկետ էր տվել օգոստոսին 25 թվականի, կներեք, հուլիսին 20։ Հետո ասեց, որ դա շատ է։ Դե 50 օր դարձավ։ 50 օր դարձավ, հետո ասեց 5 օր։ Եվ այդ, չէ, կներեք, հետո ասեց 10 օր։ Եվ այդ 10 օրը, գիտեք երբ էր։ Հուլիսի 28-ին։ Իսկ 10 օր անց, գիտեք ինչ օր է գալիս։ Օգոստոսի 8-ը։ Այսինքն այս ամենը Հայաստանի ոչ թե վերահսկողության տակ չէ։ Դուք ասացիք ջրի, գետի օրինակը։ Եթե դու չգիտես քո վերջնական նպատակը, ցանկացած կամին հակոտնյա է, ցանկացած հոսքը հակառակ է։ Պարոն Խզմալյան, մենք ունեցանք միշտ հիշեցնում ենք եւ հիշում ենք այդ ամսաթիվը եւ տարեթիվը 2013 թվականի սեպտեմբերի 3 մի գիշերվա ընթացքում շատ կարևոր փոփոխություն տեղի ունեցավ, հիշում ենք Հայաստանի համար։ Սերժ Սարգսյանը տանուլ տվեց փաստորեն Եվրոասոցիացիումը Պուտինի հրամանկով։ Կարելի ասել Դավոսը Հայաստանի համար վտանգ կա, որ նույնպիսի կարևոր տարեթիվ եւ ամսաթիվ լինի, ճակատագրական։ Նույն այդ գուցե Եվրոպայի հետ կապված, ընդհանրապես, թե ոչ, դա պարզապես եղավ անցավ Թրամփի հետ կապված էր, Թրամփի ցանկությունների եւ տենց շատ լուրջ եւ խոր անդրադարձ Հայաստանի կենսագրության վրա չի թողնի։ Եթե դուք իրավացիորեն միջալուց շատ ճիշտ գաղափարը սեպտեմբերի 3-ը 2013 թվականի օգտագործում եք որպես քաղաքական խորհրդանիշ պատկերավոր, ապա ենթադրյալ հայկական օրացույցում այդ օրը կարելի է դնել բազմաթիվ քառակուսիկներում, որովհետև նման սեպտեմբերի 3-ները վերջին 8 տարիների շատ են եղել, եւ օրինակ ամենաողբերգականը 20 թվականի սեպտեմբերի 26-27 պատերազմները, դա նույնպես սեպտեմբերի 3 է, եւ նոյեմբերի 9-ը դա սեպտեմբերի 3 է, եւ օգոստոսի 8-ը դա սեպտեմբերի 3 է, եւ այս հունվարի Դավոսյան զարգացումները դա նույնպես սեպտեմբերի 3 է, որովհետեւ ինչի օրինակն է սեպտեմբերի 3-ը, նրա, որ վերնախավը, այսպես կոչված, այնքան է պոկվել, անջատվել, օտարացել ժողովրդից, որ կարևորագույն որոշումներն ընդունվում են առանց որևէ քննարկման, 1-2 հոգու, այն էլ հզոր ճնշման ներքո, Եվրոպայի դիտորդներին հեռացնել Հայաստանից, դա խելագարություն է, դա ինքնասպանություն է,
օրինակ եմ վերում։ Եվս մի հակագծերում մեկնաբանություններում էլ ես էլ ճիշտ ասած դա դուք մեկ անգամ եւս մեր հաղորդումների ժամանակ մատնանշել եք որ դուրս են գալի որոշում են կայացրել դուրս գալու դա իսկապես այդպես է դուք հստակ ինֆորմացիա ունեք որ եվրադիտորդները դուրս են գալիս Հայաստանից Եթե դուք այս հաղորդումը մի փոքր ուշ եթե թողնեք ես ձեզ կուղարկեմ ուղղակի երկու լուսանկար երբ որ նույն ամսվա ընթացքում ես օրերը պարզապես հիմա պատրաստ չեմ նշել բայց հեռախոսումս օրինագրված է Ալիևը պահանջում է որ Հայաստանից դուրս բերվեն եվրադիտորդները սահմաններից այո Հայաստանի տարածքից ամբողջ տարածքից թե իրենց սահմաններից Դե գիտեք ինչ մեր դիտորդները գտնվում են հայ-ադրբեջանական սահմանի վրա իրանք ասենք Երևանում նստած չեն իրանք Եղեգնաձորում են իրենց շտաբը բայց իրենք գործում են սահմանների երկու շաբաթ անց նույն ամսվա մեջ Փաշինյանն ասում է որ նոր ստեղծված իրավիճակում Հայաստանը քննարկելու է եվրադիտորդներին դուրս բերելու հարցը եւ օրեր առաջ այդ մասին ասաց արդեն Գերմանացի ղեկավարը Ռիթերը որ Եվրոպայում որոշում է ընդունված Հայաստանի արդեն նոր քաղաքականություն եւ փաստորեն իրենք դա չասեցին բայց պահանջը նկատի առնելով մենք պատրաստվում ենք 26 թվականին փակել այդ առաքելությունը Շնորհակալություն վերադառնանք այդ իմ հարցին եւ ձեր պատասխանին որ այդպիսի սեպտեմբերի 3-ներ 13 թվականի ոչ մի հատ է ոչ մի քանի հատ է այլ բազմաթիվ են այդ բոլոր սեպտեմբերի 3-ները դրանք ոնց որ թե Հայաստանի որոշումն է բայց ոչ Հայաստանի նախաձեռնությամբ է որոշումը Հայաստանը այս դեպքում ստիպված որոշումներ են Այո, թե Հայաստանը մտածված, որոշված, փոփոխություն է ինչ-որ կատարում կամ քայլ է անում։ Այ իմ հարցը նորից կառավարելիության մասին է։ Սա իրականում կառավարելիության մասին չէ, Տիկին Գոյանը։ Տեսեք, վերցնենք մի օրինակ, որ գործողության կամ օրենքի կամ դիրքորոշման մասին Հայաստանի խոսում են եւ Ռուսաստանը Լավրովի մակարդակով եւ Եվրոպան Կայա Կալասի մակարդակով եւ պետգարտուղարը Ամերիկայի մեկ բանի մասին դա Եվրամիության անդամակցելու օրենքի մասին է այսա միակ որոշումն է որ Հայաստանի Հանրապետությունը ընդունել է ինքնուրույն ի հեճուկս բազմաթիվ ճնշումների եւ ամենակարևորը ընդունել է ոչ թե գիշերային զանգի Պուտինի կամ չգիտեմ Ռասպուտինի հրահանգով հրամանով ինչպես 13 թվականի սեպտեմբերի 3-ին այլ ընդունել է բազմամյա 3 տարվա աշխատանքի ամիսների Հայաստանի Եվրոպական կուսակցությունը երբ որ 21 թվականին մտել է արտախորհրդարանական այդ կառույցի աշխատանքի մեջ մեր նպատակն էր առաջին օրվանից մինչև 25 թվականի մարտի 26-ը դա էր այդ օրենքը այդ քաղաքական ծրագիրը իրականացնելու նպատակն էր այսինքն այնտեղ որտեղ մենք աշխատում ենք որպես հասարակություն որպես ընդդիմություն եւ կառավարություն միասին որպես ժողովուրդ որտեղ ստորագրավակը դա ժողովրդի կամքն է հանրակրվեն դա ժողովրդի կամ արտահայտությունն է դա լայն հասարակական քննարկման վերլուծությունների ծանր ու թեթև անելու արդյունք է այնտեղ մենք ճիշտ ենք այնչու միակ օրինակը որի մասին Հայաստանին վերաբերող խոսում է Մայա Սանդուն Կայա Կալասը ով ասեք Լավրովը Պուտինը տարբեր իհարկե գնահատականներ այդ դա է որովհետև դա միակ օրինակն է երբ որ վերջին տարիներին Հայաստանը գործեց որպես պետություն, որպես հասարակություն, որպես իրական վերնախավ։ Այնտեղ երբ որ ամեն ինչ նորից վերադառնում է մի հեռախոսային զանգի, մի հրամանի կամ քացով տալու կամ գոռալու կամ սուլելով կանչելու, մենք սխալներ ենք կատարում, որովհետև կատարում ենք ոչ թե մեր ազգի հասարակության, այլ ուրիշ երկրների կամքը։ Շնորհակալ եմ, Գովազդ հայտարարենք եթերում։ Գովազդ է եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 փաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Տիգրան Խզմալյանի հետ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահի։ Մենք ունենք հեռախոսազանգ, ես ընդունում եմ այն։ Այո, բարև ձեզ։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ ձեզ Տիգրան Խզմալյանի հետ միասին, ես նայել եմ Տիգրան Խզմալյանի ֆիլմերը, ինձ շատ դուր են գալիս եւ ճշմարտացի ուրեմն մեկնաբանությամբ։ Պարոն Խզմալյան, հիմա դուք նախաձեռնեցիք հայակվեն, որը շատ ընդունելի է։ Եվրոքվեն, կներեք, տարբեր բաներ են հայակվեն ուշը, Եվրոքվեն։ Եվրոքվեն, հա, Եվրոքվեն, դա շատ ընդունելի է։ Դուք հիմա նախապատրաստում եք նաև Հայաստանը նախապատրաստում է այսպես ընտրությունների։ Ձեր համախոհներին դուք կարողանում եք միավորել, մի դաշինք կազմել, որպեսզի այսպես ասած ախտեք ռուսամոլների եւ թուրքամոլներին։ Մի մասը տան ռուսական սապոգի տակ, մի մասը տան թուրքական յաթաղարի տակ, բայց պետք է կողմնորոշվել եւ ժողովրդին բացատրել, որ այդ երկուսը մենք արդեն տեսել ենք եւ դրանց այն լավ չակերտավոր կողմերը մենք շատ լավ գիտենք։ Շնորհակալություն։ Երրորդ տուր, որը պետք է գնա Եվրոպա։ Այդ մասով դուք արդյոք համախմբում եք ձեր համախոհներին երրորդ տուրին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, առավելևս որ հնչեց ամենակարևոր արտահայտությունը այդ երկու խոսքը։ Երրորդ տուր։ Ես միանգամայն համամիտ եմ, որ եւ 21 եւ 23 թվականի հանրապետական եւ քաղաքային ընտրությունները
երկու ուժերի միջև էին եւ խիստ անհրաժեշտ է երրորդ ուժ եւ Եվրոկվեն, Եվրոկոալիցիան, Եվրադաշինքը հենց այդ նպատակն էր դրել։ Ես 2 ամիս առաջ առաջարկեցի ընդդիմությանը միավորվել եւ ցուցակ գրեցի բոլոր այն մարդկանց, ում դիմում եմ։ Մոտավորապես 70 անուն, միգուցե 68 երկու ընդհանրապես չափանիշներով, որպեսզի նրանք երբևէ չհամագործակցեին նախկին եւ ներկա իշխանությունների հետ, եւ երկրորդը, որ նրանք ընդունեն եվրոինտեգրումը որպես Հայաստանի ռազմավարական ճանապարհը։ Ասել, որ ինչ որ մի մեծ հերթեր են կանգնած Հայաստանի Եվրոպական կուսակցության գրասենյակի մոտ կլինի չափազանցություն, ավելին մարդիկ ում հետ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, ում հետ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը իրականացրեց ստորագրահավաքը եւ նախաձեռնեց լսումները, իսկ հետո օրենքի ընդունումը, հիմա գերադասում են ոչ թե երրորդ ուժ լինել, այլ այդ երկու ուժերից մեկը։ Բարեբախտաբար նրանք ուղիղ ռուսամոլ, ռուսամետ եւ դա չթաքցնող ուժերի հետ չեն, բայց նրանք հավատում են, որ իշխանությունը իր բոլոր հզորություններով, կարողություններով, իր բոլոր սխալներով եւ դեգերումներով հանդերձ այնուամենայնիվ ճիշտ է եւ երրորդ ուժի կարիքը ըստ նրանց չկա։ Փաստորեն ես ստիպված եմ ցավով նշել, որ Եվրոկոալիցիայի մի մասը հակված է ընդունել Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ի քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեսակետները եւ գերադասում են մնալ այդ կոմֆորտային գոտիում։ Այդպես որ երրորդ ուժը մնում է Եվրոպական կուսակցությունը եւ այն մի քանի կուսակցությունները, կառույցները, անհատները քաղաքական դաշտում, որոնք համարում են, որ երրորդ ուժը խիստ կարևոր է։ Ցավոք սրտի ասում եմ, որովհետև այդ երկու հզոր ուժերը, մեկի մոտ կա ռուսական հատուկ գործակալությունների ֆինանսավորումը, վերջերս թիվը գրվեց 13 տրիլիոն, կարծեմ, ռուսական ռուբլի կամ 165 միլիոն դրամ կներեք դոլար, 165 միլիոն դոլար ստացել է ուրեմն Կիրիենկոն Պուտինից Հայաստանում վերահսկելու ճակերտներում ընտրությունները 26 թվականի։ Դա նորություն է ռուսական աղբյուրներից։ Մյուս կողմից փաստորեն Փաշինյանի եւ ԿՊ-ի ադմինիստրատիվ լծակներն են երկրորդ ուժի, որոնք նույնպես ուղղված են ընտրությունները հաղթելու եւ վերընտրվելու, այսինքն ստեղծելու նույն իրավիճակը, պահպանելու նույն ստատուս կվոն, որը վերջին տարիներին 21 թվականից եղել է։ Փաշինյան եւ պրոռուսական ուժեր։ Եվ երրորդ ուժի դեմ իրենք աշխատում են նույն ճակատով։ Որպես օրինակ բերեմ այն, որ հանրային հեռուստատեսությունը, որը սկզբունքորեն օրենքի սահմանադրության համաձայն պարտավոր է տեղեկություններ հասցնել հասարակությանը բոլորի մասին, բոլոր տեսակետները ներկայացնել, բաց եթերում 3 անգամ դեկտեմբերի ընթացքում ընդգծել է, որ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը եւ ձեր խոնարհ ծառան Տիգրան Խզմալյանս տեղ չունենք այնտեղ, դա ուղիղ ասվել է, ինչը նշանակում է, որ այդ հարցում նրանք միանման են, որովհետև վերջերս հանրային հեռուստատեսության prime time-ում հարցազրույցեր հրավիրված հենց այդ երկրորդ ուժի ղեկավար Նարեկ Կարապետյան, այսինքն ռուսական ուժերի ներկայացուցիչը շատ ավելի ընդունելի է Փաշինյանի կողմից վերահսկվող հանրային հեռուստատեսության համար եւ հետեւաբար ԿՊ-ի համար, քան երրորդ ուժը։ Մենք շարունակելու ենք աշխատել ներկայացնելով եվրոինտեգրումը որպես գլխավոր նպատակ Հայաստանի պատկերացնող հասարակության եւ քաղաքական ուժերի հետ։
Պարոն Խուզմալյան, այդ օրինակը որ վերեցիք հանրային հեռուստատեսության, բայց չէ որ հանրային հեռուստատեսությունը հրավիրում է Եվրաքվեին մասնակցած այլ ուժերի ներկայացուցիչներ, անպայման չէ քաղաքական կուսակցություններ լինեն, նաև քաղաքացիական կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք մասնակցել էին Եվրաքվեին, դուք ոնց որ մեկ դաշինքով էիք գնում, եւ դուք հիմա չեք այնտեղ մուտք չունեք, բայց ուրիշներին հրավիրում են, չէ՞։ Ես դա էլ ասում եմ, հրավիրում են նրանց, Ինչի ցուցանիշ է դա ըստ ձեզ։ Դա ցուցանիշ է նրա, որ հանրաքվեի չէ, Եվրաքվեի մասնակիցների մի մասը ընդունելի են Փաշինյանի կառավարության համար, որովհետև իրենք ընդունել են Փաշինյանի կառավարության եւ ԿՊ-ի գաղափարախոսությունը եւ քաղաքականությունը։ Մեզ համար երրորդ ուժի համար եվրոպական ինտեգրացիայի ոչ թե խոսքերով, այլ գործերով ջատագովների համար դա անընդունելի է, որտեղ կրկնում եմ, կարելի է հավատալ, Փաշինյանը ասում է, մենք էլ ենք ուզում Եվրամիության անդամ դառնալ, 20 տարուց հետո ես տեսնում եմ Հայաստանը Եվրամիության կազմում։ Մենք ասում ենք 24 ժամվա մեջ մենք ունենալով իշխանական լծակներ կդիմենք Եվրամիությանը, դուրս կգանք բոլոր պրոռուսական կառույցներից 24 ժամ է պահանջվում, այլ ոչ թե 20 կամ 24 տարի, ոչ 4 տարի։ 4 տարի բավական է, որ դառնալ Եվրամիության անդամ։ 2030 թվականին, եթե Հայաստանի Եվրոպական կուսակցությունը կարողանա ունենա ժողովրդի քվեն, 2030 թվականին Հայաստանը լինելու է Ուկրաինայի, Մոլդովայի հետ, միգուցե նաև Վրաստանի միջալոց։ Դա էլ չի բացառվում, որտեղ մենք կօգնենք Վրաստանին։ Վրաստանում կհաղթի ժողովրդավարություն անխուսափելիորեն, բայց այս տարածաշրջանի ժողովրդավարական առաջնորդը պետք է լինի Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանը, ինչպես հիմա է ստացվում, ծիծաղելի է, բայց դա այդպես է, որ ընդունելի է Եվրոպայի, Ամերիկայի համար, ընդունելի է նաև Ռուսաստանի համար։ Այդ մենք ենք, որ հասկանալի եւ ընդունելի չենք ոչ ոքի համար։ Մեզ հետ կնքում են ինչ-որ թղթեր, որ մեզ թելադրում են, բայց մենք այդ, ինչպես դուք ասացիք, կրողն ենք դրա։ Գրավորական վիճակում մասն ենք։ Այո, մենք չենք նախաձեռնել։ Միակ վերջին բանը, որը մենք ենք նախաձեռնել, դա Եվրոինտեգրման օրենքներ, որը մենք ենք նախաձեռնել։ Այսինքն մեկ ճակատով չեք հանդես գալու։ Մենք ցանկանում ենք այդ մեկ ճակատը կազմել, բայց մենք հրավիրում ենք մարդկանց այդ երրորդ ուժը։ Ժամանակ կա եւ ես հավատում եմ մեր ժողովրդի խոհեմությանը, որովհետեւ միևնույն է արվելու է այնպես ինչպես մենք ենք ծրագրել, որովհետեւ դա է ճիշտը։ Ուշ թե շուտ գալու են, բայց եթե շատ ուշ են գալու, կորուստները լինելու են էլ ավելի դառը, քան եղել են։ Եթե լսեին մեզ, մենք չենք կորցնի Արցախը։ Եթե լսեն մեզ, չենք կորցնի անկլավները։ Բայց դեռ ձեզ կարող են մեղադրել, ասել, եթե խոսքը չի գնում ուղղվածության մասին, դուք համաձայն եք, որ Նիկոլ Փաշինյանը, դուք էլ ասացիք, հայտարարեց, որ գնում է դեպի Եվրոինտեգրում, խոսքը գնում է միայն ոչ թե ռազմավարական, այլ հակառակ մարտավարության մասին, այսօր թե մի շաբաթ հետո, այս քայլերով, թե մի քիչ ավելի դանդաղ, դա է տարբերությունը։ Փաստորեն Փաշինյանը գնում է, դուք ասում եք ավելի արագ գնա։ Ոչ, տարբերությունը միայն արագությունը չէ, թեև վիրահատության ժամանակ արագությունը վճռորոշ է։ Ես ասում եմ, որ եթե չկատարվեին այն սխալները, որոնք կատարվեցին, որտեղ մեզ չէին լսում, մենք չենք կորցնի Արցախը։ Ես մի անգամ եմ ասում։ Մենք չենք կորցնելու Կներեք, սիրելի հեռուստադիտող, ես միացրել եմ ձեզ, բայց իջեցրեք, հա, հեռուստացույցը։ Ես լսում եմ, կներեք, բարև ձեզ, մի վարքյան։ Լավ, ասեք դուք։ Okay. Վերջացրեք նախադասությունը։ Մի րոպե, սիրելի հեռուստադիտող, մի րոպե, ոչ։ Okay. Մենք չենք կորցնելու անկլավները եւ մենք սպառնալիքի տակ չենք դնելու Սյունիքի ճակատագիրը, հետեւաբար ողջ Հայաստանի պետականությունը։ Այն ճանապարհը, որով հիմա գնում է ԿՊ-ն, ինչ էլ իրենք խոսեն, իրենք գնում են հակառակությամբ։ Այո, լսում ենք ձեզ։ Կներեք։ Բարև ձեզ, պարոն Խազմալյանի, շատ կներեք, ես ձեզ մի բան եմ ուզում ասել։ Գիտեք ինչին մասիկ խրճնում է հարցերից, որտեղ դուք անընդհատ դրա մասին եք խոսում, ես
Ասում եմ, որ դուք ինչ-որ Եվրախորհրդի ինչ-որ, չգիտեմ, օրգանիզացիայի ղեկավարը եւ այլն, հիմա ես չեմ կարող ասել, բայց ամեն անգամ դες լսելուց դուք նույն բանը տարբեր ասպեկտներով, ռակուրսներով կրկնում եք ու արդեն հոգնածրել եք մարդկանց, շատ կներեք ինձ։ Դուք հարց չունեք, պարզապես ձեզ հետևողականության մեջ են մեղադրում, պարոն Խզմալյան։ Այո, մարդիկ հոգնել են, երբ որ իրենց ասում են, որ վտանգը տան մոտ է, որ Հանիբալ ապորտ է, ինչպես ասում են հռոմեացիները, թշնամին արդեն դռան դեմ է, որ հրդեհ է բռնկվում։ Մենք դա ասում ենք ու մեզ ասում են լավ էլի հոգնեցրել եք, ինչքան կարելի է ասել։ Ուրիշ բաների մասին խոսեք, կինոյի մասին խոսեք, ինձ գրում են, ինչու չեք զբաղվում կինոյով։ Ժողովուրդ ջան, ես երկու պատերազմի մասնակից եմ իմ սերնդի հետ միասին, որպեսզի չլինի երրորդը, վերջինը, որպեսզի չլինի վերջին արտագաղթը, մենք թողել ենք մեր աշխատանքը, սիրած գործը, մենք թողել ենք ընտանիքները, չենք ապրում նորմալ ընտանեկան, հասարակական, կենցաղային կյանքով։ Այո, մենք տրվել ենք այս գործին, որ մեր տղաները այլևս չզոհվեն, որ մեր աղջիկները այրի չմնան, որ դուք Ամերիկայից ինձ չզանգեք ու չասեք, գիտեք, ես հոգնել եմ ձեր խոսելուց։ Դուք Ամերիկայից եք, չեք զանգում տիկին։ Դուք հոգնել եք, որ Հայաստանում այսպիսի վիճակ է ու ես դες ռեստորանների մենյուն չեմ ասում, որովհետև ինչպես Դավոսում Միխելացի եվրոպացի ասել է, եթե դուք սեղանի շուրջը նստած չեք, ուրեմն դուք սեղանի ճաշատեսակ եք։ Դուք արդեն ճաշատեսակ եք եւ սպասում եք, որ ձեզ ուտեն, ու ինձ մեղադրում եք, որ ես չեմ ուզում, որ ձեզ ու մեզ ուտեն, որտեվ դուք հոգնել եք ճշմարտություն լսելուց։ Հանգստացեք տիկին։ Մի նայեք ինձ, մի լսեք, զբաղվեք սերիալներով եւ ճաշ պատրաստելով։ Պարոն Խզմալյան, բարդ իրավիճակ եք նկարագրում, որքանով է իսկապես իրավիճակը բարդ, որքանով եք դուք չափազանցեցնում։ Գիտեք, վարդագույն պոնիներ եւ վարդագույն ակնոցներ մեր երկրում կան լիքը։ Հեռուստացույցը միացրեք, դուք կտեսնեք բազմաթիվ հրճվող, ուրախ մարդկանց, ինչ որ հարսանիքներ, բացումներ, շոուներ, դրոնային ֆեյերվերքեր։ Այո, գեղեցիկ է, մարդիկ շատ շարունակում են գեղեցիկ, ապրել։ բայց այդ դրոնները գուցե բանակում ավելի պետք կլինեն, քան հրավառությունների ժամանակ։ Իսկ պատասխանեն պետք ժամանակ, պետք եղած ժամանակ բանակում էլ կօգտագործվեն այդ դրոնները։ Ես եղել եմ բանակում, երբ որ այդ դրոնները օգտագործում են մեր դեմ։ Ես ուրախ եմ, եթե իրանք կօգտագործեն հիմա մեր օգտին, ասածս հետեւյալն է։ Գիտեք, դուք չեք սիրում, երբ որ աղբի մեքենան է գալիս գիշերը եւ աղբը տանում, որտեվ դա խանգարում է ձեր հանգիստը, երկաթի ձայները եւ այլն, բայց կան այդպիսի ծառայություններ։ Համարեք, որ ես աղբահավաքով եմ զբաղված, որովհետեւ աղբը մեր երկրում անչափ շատ է։ Ահա ինչու ես մշտապես խոսում եմ այդ վտանգի մասին։ Թող ուրիշները խոսեն ավելի լավ բաների մասին։ Ես 20 ֆիլմ եմ նկարահանել մեր մշակույթի, մեր արվեստի մասին, սպորտի, ճարտարապետության, կրոնի մասին։ Ես իմ մասը այդ հրճվելու արել եմ։ Հիմա իմ պարտքն եմ համարում խոսել վտանգների մասին եւ կասեցնել, բեկանել այդ վտանգները։ Եթե դա որևէ մեկին դուր չի գալիս, մի նայեք ինձ։ Նայեք այն մարդկանց, ովքեր ձեզ հաճելի բաներ են ասում։ Ուղղակի հիշեցնեմ, որ դեղերը միշտ դառն են, իսկ կոնֆետները, որը փչացնում են ձեր ատամները, միշտ քաղցր են։ Շնորհակալ եմ պարոն Խզմալյան այսօրվա համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Տիգրան Խզմալյանի հետ էինք զրուցում Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահի։ Զրուցում եմ ես Գայանե Արաքելյանս։ Բարին ձեզ։